Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, Իրանում դեկտեմբերի վերջ սկսված ցույցերը չեն հանդարտվում, ավելին գնալով դրանք ավելի մեծ աշխարհագրություն են ներառում, ավելի շատ մարզեր, քաղաքներ են ներգրավվածություն ունենում, եւ տեսեք ցույցերը, որ ի սկզբանե տնտեսական դժգոհությունների ֆոնին էին սկսվել, հիմա նաեւ հակակառավարական բնույթ են ստացել։ Դուք ինչ եք կարծում, զարգացումները որ սցենարներով կարող են ընթանալ եւ իշխանափոխության սցենարը արդյոք իրատեսական կարելի է համարել։ Շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Իրանում, որովհետև երկար ժամկետվա ընթացքում տեղի ունեցող այս տնտեսական իրավիճակը ճնշում ու այդ թվում եւ պատերազմի հետևանքները, որը հունիսին 2025 թվականի տեղի ունեցավ, ակնհայտորեն մեծ ազդեցություն է ունեցել իրանական հանրության եւ տնտեսության վրա։ Իրանական դրամաժույթի արժեզրկումը եւ ընդհանուր առումով նավթի ցածր գները այդ թվում բերել են նրան, որ Իրանի տնտեսությունում շատ քիչ է օտար դրամաժույթ եւ հնարավորությունը պահել իրանց սեփական դրամի արժեքը փաստացի չկա, որի հետևանքով առաջերտին սա խոցելի դարձրեց հենց մարդկանց, որ ով առևտրում է ներգրաված եւ ուստի այդ պատճառով Թեհրանի շուկան եւ մնացած վայրերում էլ շուկաները սկսեցին հենց ցույցեր կազմակերպել, իսկ սա ամենանուրբ եւ խոցելի տեղն է իրանական պետության եւ այսօրվա ռեժիմի համար, որովհետեւ առևտուր անող մարդիկ շատ լուրջ ազդեցություն ունեն երկրի ներսում, իրանք հեղինակություն նաև ունեն երկրի ներսում եւ ֆինանսական հնարավորություն է, սա այն միջին հատվածն է տնտեսական առումով իրանական հասարակության, ուստի իրանք շատ ավելի հզոր են այդ առումով, որ ցույցեր կազմակերպեն։ Բացի դրանից սրան ակնհայտորեն սկզբից էլ միացան մի քանի էթնիկ խմբերը, փոքրամասնություն, նկատի ունեմ լուրները, որոնք շատ ավելի բարդ տնտեսական իրավիճակում են եւ սոցիալական իրավիճակում են գտնվում, այդ լուրները էթնիկ իրանական խումբ են, շիա են իրանք նաեւ, ուղղակի մարգինալիզացված են ինչ-որ առումով հանրությունում եւ այդ իսկ պատճառով այդ տնտեսական խնդիրների պատճառով ել ավելի համարձակ են միշտ մասնակցում ցույցերում, բայց վերջի օրերի ընթացքում մենք տեսնում ենք արդեն որ ցույցերին քրդերը միացան շատ ակտիվ եւ նույնիսկ խոսք է գնում որ մի քանի քաղաք են վերահսկողության տակ վերցրել, ինչպես նաեւ ավելի մեղմ, բայց ադրբեջանցիքի կամ Իրանի ազերիների մասնակցությունը նաեւ ենք տեսնում, որ սկսվում է, ընդհանուր առումով ցույցերը ըստ մասնագետների հենց Իրանից նկատի ունեմ կամ Իրանի ծագում ունեցող մասնագետների, այս ցույցերը աննախադեպ են ամբողջ իսլամական հանրապետության պատմության մեջ եւ նախորդ ցույցերը, որոնք տարիներ առաջ Մահսա Ամինիի խոսքի սպանության ժամանակ տեղի էին ունենում, չի կարելի համեմատել նույնիսկ այս ծավալի հետ։ Ուստի ես կարծում եմ իշխանափոխությունը հավանական է, բայց շատ ուղիղ պետք է ասեմ, որ դրա հավանականությունը կախված է օտար միջամտությունից, որովհետև եթե չլինի ուղիղ աջակցություն ցուցարարներին արտասահմանից, նկատի ունեմ Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփի նախագահի այդ հայտնի արդեն հայտարարությունը, որ իրանք կարող են գալ օգնել ցուցարարներին, ապա իշխանությունները բավարար զենք ունեն նրա համար, որ կանխեն ցույցերը, նույնիսկ շատ թանկ գնով, բայց միևնույն է կանխեն։ Այսինքն առանց արտաքին միջամտության բացառում ենք իշխանափոխության սցենարը եւ նաեւ պատահական էր, որ աքսիորիալ գահաժառանգը Ռեզա Փահլավին օրերս իր սոցիալական ցանցերում տեսանյութ հրապարակեց, որտեղ ասում էր, որ ինքը պատրաստ է ստանձնել Իրանի ղեկավարությունը, այսինքն սա պատահականություն էր, թե իսկապես միտում կա եւ Միացյալ Նահանգները եւ կամ ինչու ոչ Իսրայելը, որոնք բարբերաբար փորձում են միջամտել իրենց գոնե հայտարարություններով, որ սցենարներ ունեն այդ առումով։ Ակնհայտորեն Ռեզա Փահլավին այս հարցերը կոորդինացնում է Միացյալ Նահանգների հետ, սա երևում է, միևնույն ժամանակ ինքը բացահայտ կողմ չէ արտաքին միջամտությանը,
դրա դեմ է արտահայտվել, բայց հասկանալի է, որ ինքը նույնիսկ եթե կողմ է այդպիսի քայլերի, ապա պետք է դեմ հայտարարություն անի, որովհետև չի կարող կողմ լինել իր սեփական պետության դեմ ռազմական գործողությունների։ Իհարկե Իսրայելի շահագրգռվածությունը սրանում նաև կա, որովհետև վերջի շաբաթների ընթացքում կային տեղեկատվություններ, որ Իրանը զարգացնում է քիմիական եւ բիոլոգիական զենք, որը բալիստիկ հրթիռների ծրագրի ներքո պետք է նաեւ օգտագործվի Իսրայելի դեմ հարվածների համար։ Ընդհանուր առումով հունիսի պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ Իրանը չնայած շատ թույլ իրավիճակի վերականգնում է իր բալիստիկ հրթիռների եւ միջուկային ծրագիրը, ինչը սպառնալիք է ներկայացնում ինչպես ուրեմն Իսրայելի, այսպես էլ Միացյալ Նահանգների համար եւ իրենց շահերի համար։ Ես կարծում եմ, որ հավանականն է Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողությունները Իրանի ուղղությամբ եւ դրա մասին է նաեւ խոսում բազմաթիվ ռազմավարական օդանավներ, այդ թվում լիցքավորող օդանավներ Միացյալ Նահանգներից դեպի Մերձավոր Արևելք ուղարկելու այս վերջի օրերին ուրեմն գործընթացը, որին մենք ակտիվ հետևում ենք։ Առանց դրա հավանականությունը հեղափոխության միևնույնն է մնում է շատ ցածր, բայց հավանականություն կա։ Խոսքին ես կասեի 10%-անոց հավանականություն է հեղափոխության առանց արտաքին միջամտություն, բայց արտաքին միջամտության պարագայում կարծում եմ 90%-անոց է հավանականությունը։ Պարոն Թումանյան, բայց հասկանանք, թե ամեն դեպքում Միացյալ Նահանգների գերխնդիրը այս պարագայում որն է, այսինքն որ փոխվի իշխանությունը, թե վերանայվեն մոտեցումները իշխանության կողմից եւ նաեւ լուծում տան ցուցարարների դժգոհություններին։ Հունիսին, երբ ռազմական գործողություններ էին տեղի ունենում Իսրայել, Իրան եւ Միացյալ Նահանգներ Իրան, ակնհայտորեն հաստատվեց տարբեր նաեւ աղբյուրներից, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը չէին դրել իրանց առջև նպատակ իշխանապողություն, այսինքն ռեժիմի փոփոխություն կազմակերպեն Իրանում։ Նպատակն էր բալիստիկ հրթիռների եւ միջուկային ծրագիրը ոչ թե ամբողջությամբ ոչնչացնելը, այլ ժամանակ շահելը կարելի է ասել, մեծ մասամբ ոչնչացնելով։ Այդ նպատակին հասան Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, բայց ակնհայտ դառավ, որ առանց ռեժիմի փոփոխություն ռեժիմը ուղղակի 6 ամիս, 1 տարի ժամանակ է պետք, որ վերականգնի այն, ինչ խոցել են այս հարվածների ընթացքում։ Բացի դրանից մենք տեսանք, որ այդ ժամանակահատվածում իրանացիք պարզեցին հարվածների վաղ, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը չի գործում եւ սկսեցին գնել ակտիվորեն չինական հակաօդային պաշտպանություն։ Ուստի Իսրայելում տարբեր աղբյուրները, այդ թվում ռազմական, դժգոհ են նրանով, որ հիմա չինական հակաօդային պաշտպանություն է ներկա Իրանում եւ կարա այդ քանակը աճի եւ դա կարա ապագայում ստեղծի խնդիրներ Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու նպատակով, ուստի հասկանում են, որ շտապ է պետք գործել, բայց այս անգամ գործելու նպատակը պետք է լինի ռեժիմի փոփոխությունը։ Կարող է մոդելը լինի Վենեսուելայի նման, որտեղ որ Մադուրոյին խոսքին ձերբակալելուց հետո միանգամից ընդդիմությունը չի եկել իշխանություն, բայց իշխանությունը ինքն է փորձում հիմա հրաժարվել այդ մոտեցումներից։ Եթե նույն բանը մոտավորապես Իրանում տեղի ունենա, ապա Խամենեի, այսինքն հոգևոր առաջնորդի իշխանությունը պետք է ավարտվի, իսկ խոսքի նույն Մասուդ Փեզեշկյանը, նախագահը, որը շատ մեղմ մոտեցումներ ունի այս օրերի ընթացքում նաև ցուցարարների հանդեպ, կարող է շարունակել իշխանությունը, այսինքն հանրապետություն դառնա եւ նախագահը շարունակի, այլ ոչ թե միանգամից խոսքին Ռեզա Շահ Փեխլևին գա։ Բայց իհարկե մյուս կողմից Միացյալ Նահանգների շահերում շատ ավելի հետաքրքիր կլիներ, որ հենց Ռեզա Փեհլևիի ուղղությունով լիներ զարգացում, որովհետև այդ դեպքում Իրանը կարա հայտնվել ոչ միայն այսպիսի սպառնալիք չներկայացնող պետություն, այլ հակառակը կարա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կներեք նաեւ դաշնակից դառնա Իրանը։ Պարոն Թումանյան, եթե Միացյալ Նահանգները հետաքրքրված են հեռանկարում ունենալ պրո-ժողովրդավարական եւ արևմտամետ Իրան, ապա տարածաշրջանում կան երկրներ, որ հակառակը դրանում հետաքրքրված չեն, օրինակ Ռուսաստանը, ինչու՞ չէ նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, այսինքն այսպիսի Իրանը իրենց շահերից է բխում։ Այնուամենայնիվ ինչ է կարծում, այլ բևեռներ էլ կմիջամտեն գործընթացին, որպեսզի իրենց ցանկալի սցենարները կարողանան զարգացնել եւ կամ առաջ տանել, կամ թույլ չտալ, որ Իրանում տեղի ունենա իշխանապողություն, որովհետեւ մենք հայտարարություններ լսում ենք նաեւ Ռուսաստանից ոչ այնքան ակտիվ, բայց լսում ենք հայտարարություններ, որ այս ամենը անթույլատրելի է եւ այսպես շարունակ։ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից նաեւ ինչ սպասել կլինի
միջամտություն, թե զերծ կմնան այդ միջամտությունից։ Հայտարարությունների մակարդակով իհարկե այս բռնապետական համակարգները միմյանց աջակցում են, բայց իրականում մենք ձեր հետ նաև խոսել ենք նրա մասին, որ ի տարբերություն ժողովրդավարություններից այս բռնապետ համակարգները մրցակիցներ են նաև ներսում եւ նույն եթե վերցնենք Թուրքիան, որը շատ անգամ հայտարարում է, որ Իրանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգություն է, միջև Իրանում այս իշխանությունը դա է հայտարարելու, որովհետեւ շատ անկեղծ պետք է ասեմ, այսօր իսլամական աշխարհում շատ ավելի իսլամական շահերը պաշտպանող ռադիկալ առումով քաղաքական իսլամը նկատի ունեմ, Իրանը ավելի է երևում, քան Թուրքիան, որովհետեւ նույն Իրանը բացի այդ պատերազմի անում Իսրայելի հետ, իսկ Էրդողանը ինչքան էլ Իսրայելի հետ սրի հարաբերությունները այդպիսի բացի այդ պատերազմի հետ չի մտնում։ Ուստի Թուրքիան չի կարող Իրանի դեմ որևէ մոտեցումներ ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է աջակցելուն Իրանին, ապա առաջերտին դա շատ ծանր հետևանքներ կունենար։ Երկրորդը Թուրքիային իրականում պետք չէ հզոր Իրան։ Մենք չմոռանանք, որ Թուրքիան սուննի պետություն է, Իրանը շիա պետություն է, իրանք մրցակիցներ են։ Եվ նույն Ադրբեջանն էլ երկար ժամանակ է գիտենք, որ հենց Իրանի հետ մրցակցում է Թուրքիայի ազդեցության տակ է անցել։ Իսկ տրոհում կարող է լինել, պարոն Թովմասյան, որովհետև նույն գիտեք Ադրբեջանում շատ է խոսվում, որ այնտեղ մեծ ադրբեջանական համայնք կա։ Հետաքրքիր հարց է, որովհետև ադրբեջանցիք կարող է, տեսեք, իրանք վերջիններից հիմա ոտքի կանգնան, այս ցույցերին վերջիններից միացան։ Ես այդ թվում դա կապում եմ նրանից, որ Բաքվից եւ Անկարայից, իսկ այնտեղ ինչքան ադրբեջանցի են, թե թուրք են, դա մեծ հարց է, որովհետև իրանք էթնիկ ուրեմն իրանք ում հետ են իրանք կապում, դա բարդ հարց է, որ արձանագրվի։ Երկու քաղաքն էլ ունի մեծ կարևորություն, որովհետև կա այսպիսի խոսույթ Անկարա, Թեբրիզ, Բաքու, այսինքն 3 քաղաքի այսպիսի ձևաչափ։ Եթե Իրանը սկսի փլուզվել, ապա այդ դեպքում իհարկե թուրքերը կօգտագործեն պահը։ Ինչպես նաև ես ինչ նոր ասում եի, որ եթե Իրանը սկսի թուլանալ, ապա Էրդողանը իբրև այս թեմայով Իրանին աջակցելով, ոչ ուղղակի իհարկե ռազմական նկատի չունեմ, փորձելու է իր շահը այստեղից գտնել, իսկ իր շահը կլինի էլ ավելի հզորանալ խոսքին այն տարածքներում, որտեղ որ միջև այսօր Իրաններ ներկա։ Հիշեցնեմ, որ Սիրիայում Բաշար al-Ասադի իշխանությունը դա իրանամետ իշխանություն էր, Էրդողանը երբ թուլացավ Իրանի դիրքերը այստեղ տարածաշրջանում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի այդ հարձակումից հետո Իսրայելի վրա եւ չստացվեց այդ նպատակներին հասնեց, օգտագործեց պահը եւ Բաշար al-Ասադի իշխանությունը իր դրածո շարայի միջոցով Սիրիայում փոխեց։ Հիմա խոսք է գնում նույն բանի մասին մոտավորապես Լիբանանում եւ Իրաքում։ Եվ ես անկեղծ պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգները երբ ընտրում են այսօր իրանական կամ թուրքական ազդեցությունը, ապա իրենց ավելի ձեռնատու է թուրքականը, որտեղ Իրանի հետ ուղիղ առճակատման մեջ են գտնվում, բայց դա չի նշանակում, որ իրանց ձեռնատու է թուրքական ազդեցությունը, խոսքին Լիբանան, Սիրիա, Իրաքում, ինչպես վերջնանպատակ։ Եվ ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը ինչպես Վենեսուելայի դեպքում եւ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Պիտ Հեքսեթը ասաց, որ Ռուսաստանը դժգոհություն կարող հայտնի, բայց որևէ բան անել չի կարող։ Ուկրաինայում այնպես է խրվել Ռուսաստանը պատերազմի մեջ, որ հակառակը Իրանն էր իրանց օգնում ինչ որ առումով այդ շախեդների, դրոնների, ԱԹՍ-ների ուղղությունով, եթե Իրանի ուրեմն ռեժիմը տապալվի, ապա Ռուսաստանը հակառակը ինքը կթուլանա ինչ որ առումով եւ Ռուսաստանից օգնություն ես ճիշտ այս օրերին տեսնում ենք, որ ինչ որ թռիչքներ կան եւ ինչ որ զենք են տանում դեպի Իրան, բայց դա միևնույն է, այն ծավալի օգնություն չի, ես չեմ ակնկալում, որ ռուսները պատերազմի մեջ կմտնեն Իրանը պաշտպանելու նպատակով, նույնը Չինաստանի ուղղությունով։ Ոստի վերջի պահին բոլորը իրար դավաճանելու են, ինչպես Մադուրոին շատ հեշտ Չինաստանը եւ Ռուսաստանը իր գլխավոր դաշնակիցները դավաճանեցին, այսինքն չեկան օգնության։ Եվ պարոն Թովմասյան, այս զարգացումները նաև ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, թրիփի մասով հատկապես նկատի ունեմ, եւ հայ-իրանական հարաբերությունների վրա որևէ ձևով կարող են անդրադառնալ այս զարգացումները եւ նաև հնարավոր հավանական սցենարները, որոնց մասին մենք խոսում ենք, նույն Իրանի տրոհման սցենարը եւ կամ Փեհլևանի արդեն իշխանության գալը, այսինքն Հայաստանի համար կան ձեռնտու կամ լավատեսական եւ վատատեսական սցենարներ, այսպես ասեմ։ Առաջերտին իհարկե Հայաստանը ինչպես պետություն Իրանի ներքին գործերի մեջ չի միջամտում եւ իրանական ժողովուրդը ում էլ ընտրի, ում էլ համալի իր առաջնորդ համոզված է, որ Հայաստանը այդ իշխանությունների հետ կկարողանա շատ կոնստրուկտիվ եւ բարենպաստ հարաբերություններ վարել, ինչպես այսօր էլ վարում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ, բայց արդեն
վերլուծական գնահատական եթե սրան տանք, ապա իհարկե Իրանում հակաամերիկյան իշխանության փոխարեն եթե լինի գոնե չեզոք իշխանություն խոսքին Փեժեշկյանի կամ լինի ամերիկամետ, արևմտամետ իշխանություն խոսքին Փեհլևի, դա կլիներ Հայաստանի համար շատ մեծ ձեռքբերում, որովհետև Հայաստանը այսօր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առումով կախված է Վրաստանից, որը Ռուսաստանի ազդեցության տակ է եւ հակաամերիկյան պետություն է դարել, եւ այդ թվում նույն զենքի մատակարարման ուղիները մեր համար խնդրահարույց են Վրաստանով, Թուրքիայով նաեւ երկար ժամկետուն վստահություն Թուրքիայի ճանապարհների տնտեսական առումով կարելի է ունենալ, բայց նույն ռազմատեխնիկական համագործակցության Միացյալ Նահանգների ոչ իմ պատկերացումով խնդիր կլինի կամ մի պայմանով, եթե խոսքին մենք գտնենք այնպիսի կետեր համագործակցության, որ Թուրքիան մեզ ճանապարհ բացի այդ թվում իր տարածքով, մենք էլ Թուրքիայի համար մեր տարածքով ինչ որ ճանապարհներ բացենք, դա բանակցելու հարց է եւ կքննարկեն դա պատշաճ մարմինները, բայց ինչ վերաբերվում է այդ ուղուն, ապա դա կլիներ փաստացի Միացյալ Նահանգների դերկայությունը արդեն ուղիղ Հայաստանի սահմանին, այն էլ ամենակարևոր կետում մեր համար դա Սյունիքն է, որովհետև եթե Իրանը դառնա Ամերիկայի հետ դաշնակից, ապա ամբողջ այն ռազմակայանները, որոնք Միացյալ Նահանգների մերձավոր արևելքում կան, փաստացի դառնում են Հայաստանի համար հասանելի, կլինի դա ռազմական մատակարարումներ, կլինի դա ուրիշ տնտեսական համագործակցությունը լրիվ ուրիշ մակարդակի կբարձրանար Իրանի հետ, որովհետև պատժամիջոցներ չեն լինի եւ ես կասեի, որ Վրաստանից կախվածությունը կտրուկ կնվազեր, ինչը կնպաստեր Հայաստանի անկախությանը եւ սուվերենությանը, բայց միևնույն ժամանակ միայն Եվրոպական միության հարցն է, որ Վրաստանից կանխված կմնար, ուրիշ անվտանգային լոգիստիկ կապերի առումով մեծ առաջընթաց կունենային։ Ուստի կարծում եմ, որ եթե փոփոխություններ լինի, դա ի նպաստ Հայաստանի կլինի, իսկ Թրիփին ինչ վերաբերվում է, ապա ակնհայտ է, որ Թրիփի կարևորությունը ել ավելի աճում է, որովհետև Իրանը, որ կայուն չէ լոգիստիկ ճանապարհով, դա փաստ է, դա ապացուցեց 2025 թվականի հունիսի պատերազմը, դա ապացուցում է հիմա անկայունությունը, Վրաստանի առումով, որ Վրաստանում իշխանությունները Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ չեն կարող նորմալ հարաբերություններ ձևավորել, դա նաեւ ստեղծում է Վրաստանի լոգիստիկ ճանապարհների առումով խնդիրներ, Ռուսաստանը դե հասկանալի է, մնում է միայն Հայաստանը, ուստի Հայաստանի դերը աշխարհակաղակական առումով շատ մեծ նշանակություն է ձեռք բերում եւ մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը Հայաստանի պետականության ամրապնդման եւ զարգացման համար եւ ուստի կա այդպիսի հետաքրքիր հնարավորություն եւ այդ նպատակով մենք պետք է կարողանանք ապահովել Հայաստանում կայունություն, խաղաղություն, ինքնիշխանություն, Հայաստանի իշխանությունը չի կարելի որևէ դեպքում, որ հայտնվի նորից Ռուսաստանի կամ ուրիշ կենտրոնների ձեռքում Հայաստանը պետք է կարողանա իր ինքնիշխան քաղաքականությունը վարի, որ այդ գործընթացներով մենք առաջ գնանք եւ դրա կոնկրետ ձևաչափն է իհարկե հունիսի ընտրությունները, որտեղ որ ռուսական գործակալներին չընտրելը եւ Հայաստանի ինքնիշխանության եւ Թրիփի Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթղթի կողմնակից ուժերին առաջի հերթին իդեմս քաղաքացիական պայմանագրի ձայն տալը իմ պատկերացումով հայ ժողովրդի միջոցն է ճիշտ որոշում անի, որ հայկական պետությունը շահած դուրս գա այս շատ ծանր իրավիճակում, որը ձևավորվում է հիմա մերձավոր արևելքում եւ մեր հարևանությամբ։ Պարոն Թոմասյան, ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, որ հունիսի ընտրությունը լինելու է ընտրություն անցյալի եւ ապագայի միջև, այսինքն մի կողմից կարող ենք ընտրել անցյալ, որը տեսել ենք թե ինչ հետևանքների է բերում եւ մյուս կողմից արդեն իշխող ուժը, որը խոստանում է կրկին խաղաղություն, խաղաղության ամրապնդում եւ այսպես շարունակ։ Իշխող ուժը վերջի տարիների ընթացքում, իսկ միջև այդ մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, պանդեմիան, համաշխարհային հետո պատերազմը, ամեն ինչ ազդեց մեր ուրեմն այս իրավիճակի վրա եւ այդ բարձր իրավիճակից մենք վերջի տարիների ընթացքում արդեն տեսնում ենք, որ իշխող ուժը կարողացավ ապացուցել, որ պետականաշինության ուղղությունով աննախադեպ քայլեր է անում եւ Հայաստանի պետությունը, պատշաճ մարմինները, անվտանգային համակարգը, բանակը, ներքին գործերի նախարարությունը, պետական ուրիշ ծառայությունները, տնտեսությունը, ինքնիշխանությունը տարբեր ոլորտներում, միջազգային հարաբերություններում ձեռքբերումները, խաղաղությունը, Եվրոպական միության անդամակցության գործընթացը եւ այլը այդքան ակտիվ քայլեր են արվել, որ անհամեմատելի է նախկին իշխանությունների հետ ուղղակի։ Գլխավոր հարցը մնում է նրանում, որ այո, ընտրությունը
ներկա ապագայի, որովհետև կարելի ասել արդեն այնինչ նախորդ ընտրություններում ասում էր ապագա կա, ինչ որ առումով այդ ապագան մի մասը արդեն ներկա է դարել, այդ թվում խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից իհարկե սա նաև ապագայի ընտրություն է։ Իսկ ընդդիմադիր դաշտում, բացի այն ուժերից, որոնք օգոստոսի 8-ի օրակարգը աջակցում են բացահայտ եւ կոնստրուկտիվ ընդդիմություն են եւ համարում են, որ ժողովուրդը ոչ միայն քաղաքացիական պայմանագրին, այլ այսպիսի ընդդիմությունին էլ պետք է հնարավորություն տա, որ հայտնվեն ազգային ժողովում, որովհետև մեզ ընդդիմափոխություն է պետք իրականում այս ընտրությունների միջոցով, որ Հայաստանում լինի նորմալ ընդդիմություն, այլ ոչ թե օտար պետության գործակալ ընդդիմություն, իսկ մենք տեսնում ենք, որ գործակալական ցանցը շատ մեծ է, այդ ցանցը հիմա փորձում է համախմբվել եւ դրա մասին պարոն Էդմոն Մարուկյանը բացահայտ ասաց, որ պետք է համախմբվեն Կտրիչ Ներսիսյանի շուրջ, որ կարողանան այդ եկեղեցու թեման օգտագործել, այդ ցանցի նպատակն է Հայաստանում Ռուսաստանի իշխանությունը վերականգնել, որովհետև իրանց սեփական իշխանությունն էլ ուրիշ տարբերակ այստեղ չունի, հայ ժողովրդի քվեով իրանք չեն կարող այստեղ իշխանություն ձևավորել։ Ուստի ես կարծում եմ, այո, վերընտրելը եւ շարունակելը այն ճիշտ ուղին, որը մենք հիմա ընտրել ենք, այս աշխարհակաղակական իրավիճակում հատկապես շատ կարևոր քայլ կլիներ առաջ եւ հուսով եմ, որ հենց այդպիսի ուղղությունով կունենանք առաջընթաց հունիսի ընտրություններում։ Պարոն Թոմասյան, քանի որ խոսեցիք նաև Գարեգին Բ-ից եւ նրա շուրջ տեղի ունեցող այս գործընթացներից, տեսեք Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում այսօր հայտարարություն է տարածել, որ յուրաքանչյուր կիրակի մասնակցելու է պատարագի, նաև հավելել է, որ նախապես չի նշելու, թե որտեղ է գնալու, որ մարզում կամ որ համայնքում է մասնակցելու պատարագի։ Ընդհանուր առմամբ ըստ ձեզ ինչ է տալիս այս պատարագի մասնակցությունները վարչապետի մասնակցությամբ գործընթացին եւ ընդհանուր առմամբ սրանով ինչ խնդիր է լուծում վարչապետը։ Մենք գիտենք, որ վերջերս նաև հայտարարության տեքստ ընդունվեց, համակարգող խումբ ստեղծվեց, 10 եպիսկոպոսները, որոնք ստորագրել են այդ հայտարարության տեքստի տակ եւ դա ըստ էության նաև ճանապարհային քարտեզ է, թե ինչպես պիտի տեղի ունենա եկեղեցու նորոգումը, բայց հակառակ կողմում մենք տեսնում ենք մայրաթորի բարձր, այսպես ասեմ, բարձր հոգեվորականներին, որոնք չեն պատրաստվում հեռանալ, հակառակը հայտարարություններ են անում, որ լինի դա 10 եպիսկոպոս, թե ավելի քանակով եպիսկոպոսներ, միևնույն է Գարեգին Բ-ն չի հեռանալու։ Ինչպես հասկանալ այս իրավիճակը։ Ես առաջերտին շատ դրական եմ գնահատում պարոն վարչապետի քայլերը այս ուղղությամբ, որովհետև դա ասել եմ եւ կրկնում եմ, որ ծանր բեռ է վերցրել իր վրա պատմական, երբ այս ամեն ինչը ավարտվի հայկական պետության շահերը ամրապնդելով, ապա կարծում եմ պատմության մեջ սա Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումներից, խոշոր ձեռքբերումներից մեկը կլինի, որ ինքը կարողացել է հայ արգելական Սուրբ եկեղեցին ազատագրել օտար պետությունների եւ առաջի հերթին վերջի այդպիսին Ռուսաստանն է, բայց ոչ միայն ուրիշ պետությունների ազդեցությունից էլ ազատագրի մեր եկեղեցին եւ հաստատի մեր եկեղեցում միայն եւ միայն հայկական պետության ազդեցությունը քաղաքական առումով։ Ուստի Նիկոլ Փաշինյանի այդ գործունեությունը շատ ողջունելի է եւ մեր բոլորի ջանքերը այդ ուղղությունով, բայց պետք է նշել, որ իհարկե մենք տեսնում ենք Կտրիչ Ներսիսյանի եւ իր փոքրիկ խմբակի փորձերը, որ կանխեն սա եւ ակնհայտ է, որ ինչքան էլ ճնշում չլինի այս կողմից, միջև Կտրիչ Ներսիսյանը գտնվում է ֆիզիկապես այդ մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ այդտեղ գտնվում է այդ գահին, որը ամենայն հայոց կաթողիկոսի վայրն է, ապա խնդիրը լուծել չի ստացվի։ Ուստի ինքը իր ցանկությունով հաստատ իմ պատկերացումով չի գնա հանգստի եւ Ռուսաստանից իրան այլ թույլտվությունը նաեւ չեն տալիս, ոչ էլ դաշնակցությունն է իրան հայդատը նաեւ թույլ տալիս այդպիսի քայլ անի, ուստի ես կարծում եմ, որ այստեղ լուծումը շատ պարզ է։ Պարոն վարչապետը ասել է, որ Կտրիչ Ներսյանը ներկայացնում է սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը։ Պարոն վարչապետին ենթարկում է ազգային անվտանգության ծառայությունը, որը համոզված եմ, որ ոչ միայն Եզրաս Ներսիսյանի վրա արդեն հրապարակած փաստաթուղթ, այլ ավելի շատ փաստաթղթեր ունի եւ շատ լավ գիտի իրավիճակը, մեզանից ամենալավ տեղյակը հենց ԱԱՑ-ն եւ իմ պատկերացումով քաղաքացի Կտրիչ Ներսյանին հրավիրել է կամ ձերբակալել եւ այնպես հրավիրել է, տարբեր հարցեր իրան տալ է, շատ հարցեր են հավաքվել երկար տարիների ընթացքում։ Զուգահեռ դրա եկեղեցին ազատագրել է եւ արդեն փաստի առջև կանգնեցնել է Կտրիչ Ներսյանին բարեփոխումների այդ եւ բարենորոգման օրակարգի։ Իսկ հետո արդեն Կտրիչ Ներսյանին առաջարկել է, որ կամ ինչպես ասել է, բանտից
կաթողիկոսի դեր կխաղա կամ արդեն կպայմանավորվի եւ կգնա հանգստի, բայց միայն իմ պատկերացումով դա Հայաստանի տարածքում պետք է տեղի ունենա, այլ որևէ ուրիշ պետությունում ոչ, այդ դեպքում իհարկե որևէ մեկը չեմ կարծում, որ հայերից ցանկանար, որ ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնին եղած մարդը նույնիսկ լիներ բանտում, դա մեր նպատակը չէ, բայց կտրիչ Ներսիսյանից ազատագրել մեր եկեղեցին այլընտրակ չունի, ուստի ես հուսով եմ, որ այս թեմայի շուրջ պարոն վարչապետի թույլտվությունը կարամ ասեմ, որովհետև համոզված եմ, որ ԱԱԾ-ն այսպիսի դիմումով շատ անգամ արդեն դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ ինքը դեռ այդ թույլտվությունը չի տվել, որ ձերբակալում լինի Կտրիչ Ներսիսյանի հարցի լուծում, որովհետև իմ պատկերացումով մենք նույն բացահայտ Էդմոն Մարուքյանի կողմից ասած Կտրիչ Ներսիսյանի շուրջ, իրանք ասում են եկեղեցու շուրջ, բայց եկեղեցում Կտրիչ Ներսիսյանին նկատի ունեն, միավորվել եւ ներքաղաքական օրակարգ հետուղությունով տանելը վնասակար կլիներ մեր այս ընտրությունների համար։ Շատ ավելի կարեւոր է, որ այս ընտրությունները նվիրված լինեն ժողովրդավարության զարգացման, խաղաղության զարգացման, հարևանների հետ հարաբերությունների ել ավելի խորացման եւ զարգացման, կայունացման նկատի ունեմ, դա վերաբերվի նաեւ լոգիստիկ կապերի, Հայաստանի միջազգային դերի, Հայաստանի պետական մարմինների ամրապնդման, վերաբերվի իհարկե Հայաստանի տնտեսության զարգացման եւ վերաբերվի նաև մեր ռազմավարական գործընկերություններին, որոնց մասին շատ տեղեկատվություններ կան վերջի շաբաթների եւ ամիսների ընթացքում բազմաթիվ այդպիսի փաստաթուղթ կնքեց Հայաստանի իշխանությունները, այդ ամենը գովելի է եւ այդ ուղղություններով մենք պետք է խոսենք արդեն ձեռքբերումների եւ ապագայում անելիքների մասին, այլ ոչ թե ամբողջ ընտրությունների թեման ուրեմն նվիրենք, այսպես ասեմ, Կտրիչ Ներսիսյանի թեմային, որովհետեւ դա վնասակար կլիներ իմ պատկերացումով համ ընտրությունների համար, համ էլ առհասարակ պետական բոլոր ուղղություններով, որովհետև ընտրությունների համար շատ փոքր է այդ հարցը, որ Կտրիչ Ներսիսյանի հարցով միայն այս ընտրությունները ձևավորվեն։ Պարոն Թումասյան, երկու պնդում արեցիք, եկեք հասկանանք, թե ինչ էր դրված այդ պնդումների ենթատեքստում։ Նախ ասացիք, որ Հայդատը եւ Ռուսաստանը չեն թողնում, որ Գարեգին Բ-ն հեռանա, այլապես ինչ կարող է լինել, այսինքն սպառնում են, վախեցնում են, կուզենամ դա բացեք, եւ նաեւ ասացիք, որ ԱԱԾ-ն բազմաթիվ անգամներ դիմել է վարչապետին, որպեսզի թույլտվություն ստանա Գարեգին Բ-ին ձերբակալելու առումով, այստեղ էլ վարչապետը համաձայնություն չի տալիս։ Սա ինչով է պայմանավորված, այսինքն կա կաշկանդվածություն, թե այդ ինստիտուտի հանդեպ հարգանքը թույլ չի տալիս վարչապետին գնալ այդ որոշմանը քայլին։ Կմանրամասնեք երկու դեպքում էլ։ Այո, սկսեմ վերջի հարցից, իմ համար ակնհայտ է, որ վարչապետը այդ վերջնական թույլտվությունը չտալով փորձում է մեղմ դուրս գալ այս իրավիճակից, եւ վարչապետը բացահայտ է ասել, որ ինքը փորձելու է ինչքան կարելի ավելի նուրբ եւ մեղմ առանց որևէ խնդիր դուրս գալ այս իրավիճակից եւ սրանում ինքը իրան նկատի չունի կամ ուրեմն կառավարությունը, այլ նկատի ունի հանրությունը եւ նկատի ունի նաեւ հավատացյալ ժողովրդի, նկատի ունի եկեղեցին ինչպես կառույց, որ ինչքան կարելի ավելի մեղմ դարվի։ Կտրիչ Ներսյանին բացահայտ ասվեց, որ ուրիշ տարբերակ չկա եւ հայկական իշխանությունների այս որոշումի դեմ չի կարող Կտրիչ Ներսիսյանը իր սեփական ուրեմն օրակարգը ծավալի, Հայաստանի պետությունը եւ կտրուկ այսպիսի որոշում է կայացրել, այն էլ հանրությունը շատ մեծ մասը հանրության բացահայտ պահանջում եւ աջակցում է այս օրակարգին, հա։ Ուստի այս իրավիճակում ես կարծում եմ դեռ Նիկոլ Փաշինյանը փորձում է ուրիշ ճանապարհներ գտնել։ Դրանից է գալի այս 10 եպիսկոպոսի թեման, այս նաեւ հանդիպումները, այս փաստաթուղթը եւ այլն, ուղղակի ինքը նաեւ չի ուզում վնաս հասցնել իմ պատկերացումով եկեղեցու հեղինակությանը, բայց ես կարծում եմ ցավոք, որ դա կարող անխուսափելի լինի, որովհետև նույն ազգային անվտանգության ծառայությունը իմ պատկերացումով այդ գլխավոր իրանց նաև օրակարգը եւ առաջարկը, որ այդ հարցը եւ նաեւ իմ նույնիսկ հանրային ասածը, որ այդ հարցը առանց ձերբակալում կարող է լուծում նույնիսկ չունենա, գալիս է նրանից, ինչ ես ասացի եւ ինչ վերաբերվում է ձեր առաջի հարցին։ Տեսեք, Ռուսաստանը եւ լեյտենանտի վերահսկողության մասին պարոն վարչապետը ասել է, այդ տեղեկատվությունը որտեղից վարչապետը կարա ունենա, իրան ենթարկվող ազգային անվտանգության ծառայությունից բնականաբար։ Եվ դա հանրային տեղեկատվություն չի, որ բոլորը գիտենան ում մասին է խոսք, ինչպես եւ այլն, հա։ ԱԱԾ-ն ունի հնարավորություններ շատ հետախուզական գործունեություն ծավալի բոլոր անձերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ
անհրաժեշտության դեպքում իհարկե նկատի ունեմ օրենքով սահմանված կարգով։ Նկատի ունեմ, որ Ռուսաստանը ակնհայտորեն թույլ չի տալի Կտրիչ Ներսյանին, որ լքի պաշտոնը, որովհետև հենց Էդմոն Մարուքյանի ասած օրակարգը, որ համախմբվեք Կտրիչ Ներսյանի ներքո եւ Կտրիչ Ներսյանին համեմատեք եկեղեցու հետ, համեմատեք Աստծու հետ, հայտարարեք, որ սա իշխանությունները հակաեկեղեցական, հակաքրիստոնեական պայքար են ծավալում եւ Կտրիչ Ներսիսյանի դեմ չի սա իրականում ազգային կառույցի դեմ է եւ այլն, ինչ որ փորձում են այս օրերին անել, այդ առումով ուզում են ընտրությունների գնալ, որովհետև տեսնում են, որ դա կարող է լինի միակ հնարավորությունը, որ համախմբեն հանրության մասը եւ այդ համախմբման հետևանքով կարողանան իշխանությունին վերադառնալ եւ դրա համար օգտագործում է բոլոր ձևի գործակալները տարբեր, հա, մենք տեսնում ենք մեր ձևով ինչպես է գործում Արման Թաթոյան, Էդմոն Մարուքյանը, որոնք կարծես մի փոքր ուրիշ ձևի ռետորաբանություն ունեն կլասիկ այսպես ասած գործակալական ցանցը իդեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Դաշնակցության ուժերի իսկ ինչ վերաբերվում է Հայդատին, ապա Դաշնակցությունը միայն Հայաստանում չէ, Դաշնակցությունը Եվրոպայում եւ Ամերիկայում ներկա նաեւ ուժերն են, որոնք ակնհայտորեն գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ եւ մենք դրանում համոզվեցինք նաեւ վերջերս, երբ բացահայտ Հայաստանը փորձում է Իսրայելի հետ բարելավել հարաբերությունները, այն ֆոնին, որ Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը հակաթուրքական դաշինք են կազմում, եւ նրա փոխարեն, որ Հայդատը գոնե Հայաստանի իշխանությունների չխոչընդոտի կամ աջակցի նրանում, որ մենք Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակցի հետ մոտենում ենք եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները զարգացնում ենք, հակաիսրայելական մի շարք հայտարարություններ նաեւ արեցին զուտ այն նպատակով, որ Ռուսաստանի թելադրանքով մենք իսրայելական կողմի հետ հրեական մեծ լոբբիի հետ նաեւ Միացյալ Նահանգներում շարունակենք սրված հարաբերություններ ունենանք, որտեղ դա Ռուսաստանին է պետք։ Իսկ Ռուսաստանի եւ Հայդատի կապերը, նկատի ունեմ դաշնակցության կապերը, դա նորություն չէ։ Ես առհասարակ շատ անգամ ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ Հայդատը պետք է կամ ազատագրվի, կամ պետք է արգելվի, որովհետեւ հայ առաքելական եկեղեցուց հետո գլխավոր հիմնասյունը մեր ազգի մեջ KGB-ի համար մնացել է դաշնակցությունը։ Դա KGB-ն ուներ մեր պետությունը, իդեմս իր ղեկավարների այստեղ բանակի, ԱԱՑ-ի եւ այլն ամեն ինչ վերահսկում էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո կամած փուլ առ փուլ, բայց վերջի տարիների ընթացքում շատ ավելի ակտիվ ինքնիշխանություն այդ ուղղությունով ապահովված է։ Հիմա եկեղեցում այդ գործընթացը գնում է, բայց մենք չպետք է երբեք մոռանանք դաշնակցության մասին, որը երրորդ ամենակարևոր հիմնասյունն է KGB-ի դեռ սովետական ժամանակներից եւ ցարական նույնիսկ, որ մեր պետության ներսում եւ մեր ազգի ներսում ձևավորել են հատկապես Սփյուռքում եւ ծավալում են հայկա-հայաստանյան քաղաքականություն։ Դաշնակցությունը գտնվելով Վաշինգտոնում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների դեմ է գործեր անում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթի դեմ է քայլեր անում, որը համ Միացյալ Նահանգների շահերի մեջ է, համ Հայաստանի շահերի մեջ է։ Եվ առհասարակ իրանք լոբիստական գործունեությունը Հայդատի ոչ թե Հայաստանի պետության շահերի ի նպաստ է, այլ զուտ դաշնակցության շահերին է սպասարկում եւ սպասարկում է Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի պետության շահերի դեմ քայլերին։ Չի կարելի սա շարունակել այսպես թույլ տալ իմ պատկերացումով եւ այստեղ է երևում Մոսկվայի եւ Դաշնակցության սերտ կապերը։ Պարոն Թումանյան, եթե շատ կարճ ամփոփենք, ես ճիշտ հասկացա, որ Գարեգին Բեի շուրջ տեղի ունեցող այս զարգացումները պետք է հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան եւ շատ վտանգավոր է դա թողնել ժամանակ շահել մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, ինչը փորձում է անել ընդդիմությունը։ Այո, ընդդիմությունը դա փորձելու է անել եւ եթե իրանք դա անում են, մեր համար պետք է պարզ լինի, որ դա շատ վտանգավոր է եւ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները եւ հանրությունը բոլորս միասին պետք է մոտակա շաբաթների ընթացքում ավարտենք այս հարցը Կտրիչ Ներսիսյանի, իսկ ավարտը շատ հեշտ է։ Ձերբակալել ժամանակավոր նույնիսկ Կտրիչ Ներսիսյանին, բարենորոգման այդ օրակարգը միանգամից գործի դնել, մի քանի շաբաթում իրականություն դարձնել, հետո Կտրիչ Ներսիսյանի հարցը արդեն, ինչպես ասացի, քննարկել եւ մոտակա շաբաթների ամիսների ընթացքում այդ հարցը փակված կլինի եւ միջև ընտրություններ ամիսներ առաջ արդեն թեման կարելի է փոխել շատ ավելի ուրիշ հարցերով եւ դրանով նաեւ արձանագրել Նիկոլ Փաշինյանի անձնական եւ իշխանությունների հաղթանակը
մեր ինքնիշխանության առումով եւ նույնիսկ ներկայացնել ընտրություններում արդեն որ եկեղեցին ազատագրված իրավիճակում լինելու է հաղթանակ նաեւ իշխանությունների, բայց դա նաեւ բերելու է ինչու որ եկեղեցին ինչպես կառույց արդեն Հայաստանի պետական շահերին է սպասարկելու եւ նաեւ ամրապնդվելու եւ միավորելու է հայ ազգը, որովհետեւ իր առաքելությունը հաստատ հայ ազգը միավորելն է, այլ ոչ թե գործակալական շահեր անցկացնելը եւ ընդդիմադիր քաղաքական ուժ դառնալը եւ այդ միավորման մեջ ես նաեւ նկատի ունեմ ուղիղ ասեմ մեր այն քաղաքացիներին, ովքեր չեն աջակցում քաղաքացիական պայմանագրին եւ աջակցում են ընդդիմադիր ուժերին, այդ թվում այդ մնացած ընդդիմադիր ուժերին եւ խափնված են իրանց օրակարգով։ Հասկանալի է դա, այդ քաղաքացիները չեն մեղավոր է այն, որ հիբրիդային պատերազմ է վարվում այդ քաղաքացիների նաեւ ուրեմն գիտակցության դեմ, որովհետեւ այդ գործիչները, եթե մենք ուշադիր նայենք, եկեղեցին ինչպես ազգային կառույց են օգտագործում, Արցախի հարցը փորձում են օգտագործել ինչպես ուրեմն այս վերք մեր հասարակության համար եւ այլն փաստացի եւ չի կարելի թույլ տալ որ այդ թեմաներով իրանք կարողանան այդ օրակարգը առաջ տանեն ուստի Կտրիչ Ներսյանի հարցը լուծելը կլինի շատ մեծ երաշխիք նրա որ այդ ընտրություններում գործակալների հավանականությունը իշխանություն վերադարձնալ փաստացի զրոյացված կլինի։ Շնորհակալ եմ պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ կհանդիպենք։